Դավիթ Անանյան, Միասնության թվեր նախաձեռնության անդամ։ Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել եւ ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Իշխանական շրջանակներում սկսվեց աղմուկը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց՝ սուտ է, ոչ հակապաստարկ ներկայացրեց, ոչ տվյալներ հրապարակեց, պարզապես հնչեցրեց մեղադրանք։ 3 անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց ներկայացված փաստերը։ Այս իրավիճակում հարցը այլևս ոչ թե Թաթոյանի մասին է, հարցը այն մասին է, թե ինչպես են պետության համար պատասխանատուներն ու պետության անունից հանդես եկողները վերաբերվում ճշմարտությանը, որովհետև երբ երկրի պաշտպանության նախարարը խորհրդանի ամբիոնից իրականությունը հայտարարում է սուտ, ապա նա պարտավոր է ներողություն խնդրել ժողովրդից։ Իսկ եթե ապրեինք իրավական պետությունում, դրանից հետո պետք է հետևեր նաև հրաժարականը, որովհետև սահմանները նախ քարտեզների վրա չեն անհետանում, նրանք անհետանում են այն պահին, երբ իրականությունից կտրված պաշտոնավարները սկսում են հերքել իրականությունը։ Իսկ իրականությունը, որքան էլ այն փորձեն անվանել սուտ, միևնույն է, մի օր գալիս է, կանգնում է մեր դռան առաջ, արդեն որպես կորցրած տարածք։ Սուրեն Պապիկյան, Հանրությունը սպասում է, ժամանակը գնաց։